Ողջույն հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը շարունակում է իր ակցիան էջմիածնում։ Մենք իրականացնում ենք ստորագրահավաք եւ իրազեկում ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ Եկեղեցու։ Այս օրերին մենք մի փոքր դադար ենք վերցրել պայմանավորված Արաքարի համայնքի ղեկավարի հետ կապված ողբերգական իրադարձության մասով եւ այդ իսկ պատճառով 2 օրվա դադարից հետո նոր սկսում ենք մեր ակցիան վերաբերում է հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր թիմակիցները փողոցներում, տներում, բակերում մոտենում են քաղաքացիներին եւ ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու ստորագրություններ են վերցնում։ Ես ասեմ ձեզ, որ քաղաքացիները շատ դրականորեն են արձագանքում մեր ակցիային եւ այս օրերի ընթացքում մենք արդեն 1000-ի չափ ստորագրություն ենք վերցրել։ Հիմա մեր թիմակիցները ես ցույց տամ մոտենում են քաղաքացիներին եւ նրանցից ստորագրություններ են վերցնում։ Մենք նաեւ իրազեկում ենք, որ այս ակցիան կրում է բացառապես քաղաքացիական բնույթ եւ անկախ նրանից թե ով ինչ կարծիք ունի հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապված այն մասով, որ հավատացյալ է թե ոչ, նրանք միանում են մեր ակցիային, որովհետեւ սա գործողություն է հանուն պետականության, նաև հանուն մեր ինքնության, նաև ի աջակցություն մեր սրբազանների, որոնց քաղաքական հետապնդման են ենթարկում։ Այս առումով մենք էջմիածինցիներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել մեր ակցիաներին եւ այդ ակցիաները շարունակվելու են առնվազն 1 շաբաթ։ Մենք տարբեր հատվածներում ենք լինելու քաղաքի, նաև շենքեր ենք մտնելու, տներ ենք մտնելու, զրուցելու ենք քաղաքացիների հետ եւ նրանց բացատրելու ենք, թե իրականում ինչ քաղաքականություն է վարում այս իշխանությունը, որը հարձակվել է հայ առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, եւ դա տեղի ունեցել այն բանից հետո, երբ Փաշազադեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հարձակվել էր հայ առաքելական եկեղեցու վրա եւ դրանից հետո անմիջապես Նիկոլ Փաշինյանը կարծես որպես հրահանգ ընդունելով Փաշազադեի տեսակետը անցավ հարձակման։ Մենք այս ամեն ինչին դեմ ենք, բնականաբար պայքարելու ենք եւ համոզված ենք, որ միասնական ջանքերով կարող ենք թույլ չտալ, որպեսզի մեր ինքնության դեմ հարձակում տեղի ունենա։ Հետևեք մեր գործողություններին, հետևեք մեր ակցիաներին, իսկ էջմիածինցիներին մենք կոչ ենք անում նաև միանալ, որ փոխել է այս իրավիճակը, միանալ, որպեսզի թույլ չտալ հարձակում մեր ինքնության դեմ։ Առայժմ այսքանը, հարգելի քաղաքացիներ։